Գրեթե մեկ շաբաթ թշնամին պարբերաբար կրակում է Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Նշանառության տակ տեղ, խոզնավար ու խնածաղ գյուղերն են։ Ժամոտ եք, պարբերաբար ժամոտ եք, մի ժամ ասում է, սկսվում է, մի ժամ ասում է, սկսվում է։ Թշնամու գնդակը չի հասնում գյուղի տներին, կա տպավորություն, որ Ադրբեջանը փորձում է խուճապ տարածել, նաև հոգեբանական ճնշում գործադրել բնակիչների վրա։ Խնածաղ գյուղի բնակիչներից մեկը, որը նախընտրել է չներկայանալ էպիկենտրոնի հետ զրույցում, ասել է, որ գիշերային կրակոցներից հիմնականում երեխաներն են վախենում։ Հենց մեր տան մեջ կրակ են։ Պատերազմի ու թշնամու վայրագություններին սովոր սյունեցին ամեն ինչի պատրաստ է։ Չնայած Ադրբեջանը հոգեբանական տեռոր է իրականացնում, մարդիկ վճռական են, իրենց տունը ոչ մի դեպքում չեն լքելու։ Եղել ժողովուրդ ինչ անեն, ուր գնան, ինչ անեն, տարիներով ստեղծել են, աշխատել են, տանջել են, հիմա մարդը չգիտի ինչ անի, անորոշ վիճակ է, չգիտեն ինչ անեն մարդիկ։ Տեղ գյուղում էլ բնակիչները լսել են կրակոցի ձայները, հիմա գյուղում վարուցանքի սեզոն է։ Խոզնավարեցի, նույն լաղատուրցին, նույն տնացախեցին, նույն տեղեցին, իրանք են ընտրել իրա ձեռով ապական, հիմա այլ են, ինչ այլ է։ Պաշտպանության նախարարությունը հաստատում է տեղեկությունը, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Նման դեպքերում նախարարությունը ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։